Անորոշ է հնդիկ և պակիստանցի տեղահանված բնակիչների ճակատագիրը։ Հնդկաստան-Պակիստան հրադադարի համաձայնությունից 3 օր անց Ջամուի և Քաշմիրի հատվածի սահմանամերձ գյուղերի տասնյակ ընտանիքներ մնում են ժամանակավոր կացարաններում։ Քաշմիրի արևմուտքում գտնվող Ուրիի բնակիչները պաշտոնական թույլտվության են սպասում տուն վերադառնալու համար, վախենում են չպայթած արկերից։ Մենք պարզապես սպասում ենք, թե երբ կարող ենք վերադառնալ տուն։ Ոչ ոք էլ չի ցանկանում անօթևան մնալ։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Բնակիչներից շատերը, որ ապաստանել են հին շենքերում և դպրոցներում, սպասում են նաև կառավարության փոխհատուցմանը։ Մտածում էինք տուն վերադառնալ, բայց կացարանի մենեջերը մեզ խնդրեց, որ մի գիշեր էլ մնանք։ Գյուղում ամենուր չպայթած ռումբեր են, երեխաները վախեցած են, իրենց ասել են հրադադար է։ Քուպվարա շրջանի բնակիչները վախը սրտներում են ետ գնացել իրենց տուն, մաքրել քանդված պատերը, հավաքել փլատակների մնացորդները։ Մենք դեռ վախենում ենք, հանկարծ մեզ հետ մի բան չպատահի, պարզապես ուզում ենք հանգիստ ապրել, տուն չունենք, փող չունենք, ոչինչ չունենք, ինչպես պետք է ապրենք։ Մտավախությունները դեռ շատ են, նոր վերադարձանք տուն, միևնույն է, երեխաները շատ վախեցած են, անհանգիստ, չգիտենք ինչ անել։ Հրադադարը երկարաժամկետ խաղաղություն չէ, քաղաքագետները նկատում են, որ Հնդկաստանին ու Պակիստանին շատ ժամանակ է պետք անվստահությունը հաղթահարելու համար։ Հնդկաստանի վարչապետը հրադադարից ժամեր անց շնորհակալություն է հայտնել հնդիկ ժողովրդին, Պակիստանին զգուշացրել, որ անկախ հրադադարից Պակիստանի հետագա սադրանքները անպատասխան չեն մնա։ Մենք բոլորս տեսանք երկրի ուժը և զսպվածությունը վերջին օրերին։ Առաջինը ողջունում եմ Հնդկաստանի հզոր բանակին, զինված ուժերին, մեր հետախուզական գործակալություններին և մեր գիտնականներին։ Ապրիլի 22-ի բարբարոսությունը ցնցել էր երկիրը ու աշխարհը։ Այսօր յուրաքանչյուր ահաբեկչական կազմակերպություն գիտի մեզ վնասելու հետևանքը։ Հնդկաստանի վարչապետը շեշտել է, Հնդկաստանը երբեք չի հանդուրժի միջուկային շանտաժը։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։